Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Գնել Սանոսյանի որդին Գոր Սանոսյանը 2024-ին առողջական հիմքով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Չնայած այդ առողջական խնդիրներին, Սանոսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա է կառուցում եւ հիմա էլ խաղադաշտ է դուրս գալիս Արարատ 2 ֆուտբոլային ակումբի կազմում։ Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից տարկետում է ստացել նաեւ իշխող խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի որդին Սամվել Գևորգյանը։ Այս խնդիրները սակայն վերջինիս չեն խանգարել հանդես գալ բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականում, նաև հատիս թիմում։ Ինչպես է ստացվել, որ առողջական խնդիրներով հնարավոր է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու բասկետբոլով զբաղվել, բայց հնարավոր չէ անգամ սահմանափակումներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել։ 20-ամյա Գոր Սանոսյանը խաղում է պաշտպանի դիրքում։ Այս տարվա փետրվարից հանդես է գալիս Արարատ 2-ում, հիմնականում որպես փոխարինման մտնող ֆուտբոլիստ։ Վերջին խաղում անցած ամիս եղել է նաև թիմի մեկնարկային կազմում։ Ինչպես է նա 2 տարի առաջ տարկետում ստացել, հարցին ի պատասխան հայրը նշեց՝ առողջական խնդիրներ ունի։ Իշխող ուժի վարչության անդամը բացառեց, որ իր միջամտությամբ է որդին առողջական հիմքով տարկետում ստացել։ Ավելին պնդեց, թե ինքն անձնապես ցանկանում է, որ տղան թողնի ֆուտբոլը, մտածելով նրա առողջության մասին։ Արարատ ֆուտբոլային ակումբի տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը մինչդեռ ճիշտ հակառակը։ Սանոսյանի որդուն համարում է հեռանկարային ֆուտբոլիստ։ Թիմի տնօրենը տեղյակ չէր, ինչ հիմքով է նա ծառայությունից տարկետում ստացել։ Այս հեռախոսազրույցից քիչ անց Ղարաբաղցյանը ինքը զանգահարեց մեզ եւ փոխանցեց, որ ըստ բուժզնման արդյունքների էլեկտրասրտագրության եզրակացության մեջ այնուամենայնիվ շեղում կա եւ 6 ամիսը մեկ Սանոսյանը պետք է ստուգում անցնի։ Միաժամանակ ընդգծեց, ֆուտբոլ խաղալ նրան թույլատրվում է։ Գոր Սանոսյանը այս ակումբ է տեղափոխվել միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող Արարատ Արմենիա 2-ից։ Այս թիմի տնօրեն Պողոս Գալստյանը նրա առողջական խնդիրներից, սրտի, ճնշման, փայծաղի հետ կապված հարցերից ընդհանրապես տեղյակ չէր։ Առողջական հիմքով տարկետում է ստացել նաև 2018-ից իշխող ուժի падգամավոր Լուսինե Բադալյանի որդին։ Սամվել Գևորգյանը 3 տարի առաջ է ազատվել բանակից անառողջ լինելու պատճառով, ինչը սակայն չի խանգարել, որ մինչև 2024 թվականը խաղա Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականում։ Սրան զուգահեռ նա անցած մրցաշրջանում հանդես է եկել ԲԿՄԱ եւ հատիս ակումբներում։ Վերջին անգամ խաղացել ամիսներ առաջ, այս տարվա մարտին։ Այս դեպքում ինչպես է տարկետում ստացել հարցին ԿՊԱ-ական падգամավոր ուղիղ չարձագանքեց, բայց հորդորեց նման թեմաները չմանիպուլացնել։ Սամվել Գևորգյանը իսկապես վերջին ամիսներին չի խաղում։ Պատճառն այն է, որ բասկետբոլի A-լիգայի մրցաշրջանն ավարտվել է այս տարվա մարտի կեսերին։ Միջազգային բասկետբոլային հայտնի կայքերից մեկի Eurobasket-ի տվյալներում երևում է, որ Գևորգյանը մինչև մրցաշրջանի ավարտի վերջին հանդիպումը խաղացել է հատիսում։ Սա մեզ հետ զրույցում հաստատել է նաև հատիսում նրա մարզիչ Վարդան Խաչատրյանը։ Վերջինս падգամավորի որդու մարզիչներից է եղել նաև մինչև 20 տարեկանների ազգային հավաքականում։ Երիտասարդին համարում է հեռանկարային խոստումնալից բասկետբոլիստ, տեղյակ չէր առողջական խնդիրներից։ Միայն հիշում էր, որ ինչ-որ խնդրի պատճառով բաց է թողել մի քանի պարապմունք, ինչը սակայն նրա մարզական կարիերայի վրա էական ազդեցություն չի ունեցել։
Սամվել Գևորգյանը բասկետբոլի A լիգայում անցած մրցաշրջանում անցկացրել է 11 խաղ, ևս 4 խաղի մասնակցել է Եվրասիական լիգայում։ Այս պահին նա բասկետբոլի որևէ հավաքականում ընդգրկված չէ։